Սիրելի հայրենակիցներ, ծրագիրը շատ կարևոր է, շատ էական է եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղ հանված մեր հայրենակիցները իսկապես խնդիրներ ունեն, որոնք նաեւ համարում են մեր խնդիրներ, նրանց յուրաքանչյուրի խնդիրը եւ այդտեղ կարևոր է, որ մենք այդ միջոցները, որ ներգրավում ենք, կարողանանք արդյունավետ օգտագործել, որովհետեւ ամենահեշտը բնակարան կառուցել, հանձնելն է, բայց ամենադժվարը, երբ որ մենք խնդիրներ ենք դնում եւ այդ խնդիրներն ենք լուծում։ Մասնավորապես մարզերի համաչափ զարգացման խնդիրը կոնկրետ այս դեպքում մենք պետք է դնենք ծրագրի հիմքում։ Այսինքն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր այն հայրենակիցները, որոնք ապրել են գյուղական բնակավայրերում եւ ունեն այդ հմտությունները զբաղվելու գյուղատնտեսությամբ, մենք պետք է բոլոր հնարավոր միջոցներով ինտեգրենք մեր քաղաքացիներին ընդհանուր միջավայրում, որովհետև եթե մենք նայում ենք այս պահին դեպի Երևան, հոսքերը բարձր տեմպով են ընթանում եւ այս միգրացիոն հոսքերի դեմ առնելու հնարավորությունները շատ քիչ են։ Մենք կարող ենք օգտվել այս հնարավորությունից եւ մեր հայրենակիցների տեղում պահելու իմաստով եւ նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնագաղթած հայրենակիցներին տեղավորելու իմաստով։ Այսինքն ստեղծել են ենթակառուցվածքների հնարավորությունները, որ մեր բռնի տեղահանված հայրենակիցներ իսկապես ցանկանան ապրել այն վայրերում, որտեղ իրենք ապրել են, եւ ես ամենևին դեմ չեմ, որ Ստեփանակերտում ապրած քաղաքացին քաղաքային միջավայրի ավելի սովոր է, չենք տարբերում մեր քաղաքացիներից մեր բռնագաղթած հայրենակիցներին եւ այդ իմաստով շատ կարեւոր է կառավարության քաղաքականությունը ճիշտ ուղղորդել, որպեսզի այս միջոցները օգտագործեն արդյունավետ եւ մոնիտորինգին հետևենք ընթացքում նոր խնդիրները լուծելու համատեղ ջանքերով։ Շնորհակալություն կառավարությանը այս ծրագիրն իրականացնելու համար։